Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում է Անտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, քաղաքագիտության դոկտոր պարոն Հմայակ Հովհաննիսյանի հետ։ Ողջույն եմ պարոն Հովհաննիսյան, շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Ես էլ ձեզ եմ ողջունում, մեր ունկնդիրներին նաև սրտանց շնորհավորում եմ ամանորվա արդիվ, իսկապես առիթ ունեմ ձեր շնորհիվ դիմելու մեր քաղաքացիներին, մեր հայրենակիցներին շնորհավորելով եւ ցանկանալով, որ հրեղեն ձիու տարին բերի հրեղեն հաջողություններ։ Բարի հաջողություններ եւ հաջող։ Այո, իհարկե, որպեսզի լուսավոր տարի լինի։ Բարի։ Դե ավելորդ է հիշեցնել, բոլորս արդեն հասկացանք, որ 21-րդ դարի առաջի քառորդ 25 տարին արդեն մենք անցանք, արդեն երկրորդ քառորդի առաջին տարին է, 26-րդ տարին է։ Խորհրդանշական։ Ինչպես ենք մտնում այդ տարի, մենք դիտարկելու ենք աշխարհում ինչ է կատարվում, դե չենք մոռանա, որ ինչ տեղի ունեցավ Վենեսուելայում, օրը գիշերով առևանգեցին ուրեմն նախագահին իր տիկնոջ հետ, Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հայտարարեց, սա մեր կիսագունդն է։ Տրամպը իրան պատկերացրեց այդ հրեղեն ձիու կերպարով։ Այո, նա այդ ձիով եկավ, տարավ, Մադուրոին ընդորում ասեց առևանգում բառը ինձ լավ էլ դուր է գալիս, այո, հենց առևանգել ենք մենք, եւ ուրեմն արևմտյան կիսագունդը պաշտոնապես պետդեպարտամենտը հայտարարեց Միացյալ Նահանգների բացառիկ շահերի գոտի։ Այո։ Մեր հարևան Իրանում շատ անհանգիստ է, եթե ժամանակ ունենանք, ես կխնդրեմ անպայման ձեր տեսակետը, ձեր կարծիքը ինչ է այնտեղ կատարվում եւ արդյոք Միացյալ Նահանգները դերակատարում ունեն։ Հերթագրել են Իրանին, հերթագրել են։ Հերթի մեջ է Իրանը։ Այդ շարքում, հա, երկրորդը հենց Իրանն է։ Հիմա բոլորը այսպես իրար են նայում, թե որն է հաջորդը լինելու։ Հիշում ենք Ռուսաստանը ասում է, ահա մատնանշում է, ասում է Զելենսկին է հաջորդը, Ուկրաինայում էլ ցույց են տալիս, ասում են Պուտինն է հաջորդը, այնտեղ Կուբայի մասին են խոսում, դա կատակ է, բայց նաև ասում են, որ միջազգային իրավունք այլևս գոյություն չունի այս արարքից հետո։ Մի քանի Պուտին կա, դրա համար Պուտինին անիմաստ է, երկվորյակներ ունի Պուտինը, չէ՞։ Դրա մասին շատ է խոսվել։ Դրա շատ է ասվել, դրա համար երևի թե Պուտինին անիմաստ է առևանգելը։ Բոլորին միասին էլ Պուտիններին հնարավոր չի։ Խոսքը մենք կատակի ենք տալիս, որովհետև եւ լուրջ է իրավիճակը, եւ այո, բոլորը կատակում են իրար մատնանշելով, թե ում Թրամփը հաջորդը կառևանգի։ Ես նշեցի, որ անհանգստացած են նաև ասում են միջազգային իրավունք այլևս գոյություն չունի, ցանկացած երկրի արդյոք սա նշանակում է։ Դե միջազգային իրավունքը գոյություն չունի 44 օրյա պատերազմից հետո, եւ այդ պատերազմը սկիզբ դրեց, չէ, 20 թվականը, այնինչ տեղի ունեցավ հայերի հետ, ես ասեմ, որ որևէ մեկը դրա մասին չի խոսում, երևի թե ես հիմա պետք է դրա այդ փաստի վրա ուշադրությունը հրավիրեմ, սա էքսկլյուզիվ, այսպես ասած, փաստում է, որովհետև այսքան խոսում են, բայց մեկը չի ասել մինչև հիմա կամ ուշադրություն չի դարձել այն փաստի վրա, որ հետխորհրդային հակամարտություններից միայն այս հակամարտությունն էր, որ դարձել էր ուրեմն աշխարհի մեծերի ուշադրության առարկա, երբ որ ստեղծվել էր Մինսկի խումբ, երբ որ Մինսկի խումբը հատուկ այդ խնդիրը լուծելու համար, երբ որ Մինսկի խմբին փոխարինեց Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը, որու մեջ ներգրավված էին անվտանգության խորհրդի մշտական 3 անդամները, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, եւ սա եզակի փաստորեն իրավիճակ էր, երբ միջազգային հանրությունը ստանձնել էր արտակարգ լիազորություն արդար կերպով լուծելու այս խնդիրը, հարգելով արցախայության ինքնորոշման իրավունքը։ Եվ այնքան ապաշնոր գտնվեց Հայաստանի եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը այդ 30 տարիների ընթացքում, ինչ ստեղծվել էր Մինսկի խումբը եւ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը, չկարողացավ օգտվել
չկարողացավ այդ ինստիտուտից օգտվել եւ վերջում իր համաձայնությունը տվեց այդ ինստիտուտի լուծարման համար ինչ արվեց այն բանից հետո երբ Արցախը կործանվեց հայաթափվեց երբ այնտեղ իրականացվեց ցեղասպանություն էթնիկական զտում ամենավայրակ կերպով տեսեք ես ինչ նկատի ունեմ Աբխազիան գոյություն ունի այնտեղ Մինսկի խումբ չէր ստեղծվել Մինսկի խմբի համանախագահության տարապես Աբխազիայի հարցը Ռուսաստանի բացառիկ միջնորդական ջանքերի տիրույթում էր եւ առայսօր էլ այդպես է եւ վերջում էլ Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի անկախությունը Հարավային Օսիան այդ խնդիրը Վրաստանը ցանկացավ լուծել Սաակաշվիլիի իշխանության օրոք ցանկացած լուծել մոտավորապես այնպես ինչպես լուծեց հաջողությամբ իր համար Իլխամ Ալիևը Արցախի հիմնահարցը Դա կարևոր հարց է բայց Հարավային Օսիայի դեպքում նույնպես դա չհաջողվեց չնայած չկար միջազգային միջնորդություն առայսօր էլ չկա իսկ այս հարցը փաստորեն այն հարցն էր որի վերաբերյալ հավասար պատասխանատվություն էին ստանձնել երեք գերտերությունները որի արդար լուծման համար օրինական լուծման համար ոչ թե ուժի միջոցով եւ ինչու եմ ես ասում որ դա այն ռուբիկոնն էր որը միջազգային հանրությունը անցավ որը ուրեմն համաշխարհային աշխարհաքաղաքական կենտրոնները անցան իսկ միջազգային հանրությունը դա հանդուրժեց այսինքն դրան չհակադրվեց մենք մնացինք մենակ այն էլ ոչ թե երբ որ ասում եմ մենք նկատի ունենք իշխանություններին նկատի ունենք ժողովրդին որը անտեր վիճակում հայտնվեց բառի բուն իմաստով եւ դրանից սկսվեց աշխարհի գահավիժումը այ դուք ասում եք առաջի քառորդը փակվեց 25 թվականով եւ մենք թեվակողեցինք երկրորդ քառորդը 21-րդ դարի թեվակողում ենք այ փաստորեն աշխարհը ընկղմեց այս բեսպրեդելի մեջ բառի բուն իմաստով այ բեսպրեդել այսինքն լիակատար ամենաթողություն անօրինականություն երբ որ օրենքը նետվում է մի կողմ դրա համար Իլխամ Ալիևը հայտարարում է ասում է այսօր ոչ մի հենց իր խոսքերն են իդեպ որ ես մեջ բերեցի նա գիտեք ինչ է ասում ձևակերպումն է հետաքրքիր ժամանակակից աշխարհում այլևս գոյություն չունի միջազգային իրավունք կոչվող բան թող բոլորը մոռանան դրա մասին կա ուժ կա համագործակցություն այն ինչ ինքը արեց կա դաշինք կա փոխադարձ աջակցություն ասում է Ալիևը վենեսուելյան իրադարձություններից հետո է նա դա ասում այո բայց դա կարող էր ասել անմիջապես արցախյան 44 օրյա պատերազմից հետո երբ որ ինքը ուժային ձևով լուծեց իմիջայլոց ասեմ ես միշտ շատ ուշադիր եմ վերաբերվում ոմանք փորձում են ասել որ Իլխամ Ալիևի խոսքերին ուշադրություն դարձնել կարիք չկա ես այդ կարծիքին չեմ ես շատ ուշադիր եմ վերաբերվում որտեղ նրա յուրաքանչյուր խոսքի հետևում կանգնած է պատրաստակամություն այդ խոսքի հետևից գնալ եւ այդ խոսքին համահունչ քայլեր կատարել եւ միշտ էլ դա արել է ինչ ասել է պատերազմ կսկսեմ ուրեմն պատերազմի միջոցով կլուծեմ Արցախյան հիմնահարցը եւ արել է դա ասել է որ եւ դրա համար ես ինչ ասել է այն որ երբ որ Արծրուն Հովհաննիսյանը ստեր էր տարածում հանրային հեռուստատեսությամբ մեր հարկատուներից հաշվին մեզ ստում էր Արծրուն Հովհաննիսյանը հիմա էլ պաշտոն զբաղեցնում պատվի մեջ է մեր կրկնում եմ հարկատուների ձերքից սնուցվելով մեզ խափում էր այդ նույն ժամանակ Իլխամ Ալիևը ասեց որ հադրուտը վերցրել են
որ Շուշին վերցրել են, չէ՞։ Եվ այդ ամեն ինչը ճիշտ դուրս եկավ։ Դրա համար ես ասում եմ, եկեք ուրեմն մենք մեր հակառակորդներին հարգենք, որտեղ եթե չեմ ասում հարգենք, լուրջ ընդունենք։ Սա է, էլի, լուրջ ընդունենք, որովհետև նրանք լուրջ քայլեր են անում, ի տարբերություն մեր ռազմաքաղաքական ղեկավարությունից, որը կրկնում եմ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի, որը 30 տարվա ընթացքում ինչ գոյություն ուներ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը այդպիսի կազմով չկարողացավ դրանից օգուտ քաղել օգտվել։ Այսինքն մենք ունենք ֆորա միջազգային հանրությունից, ըստ որում համախմբված հանրությունից, միջազգային ուժային կենտրոններից, իսկ որում համախմբված կենտրոններից, համախմբվել էին այս հարցը լուծելու համար, եւ պետք է դրանից օգտվել, պետք է կատարյալ ապուշներ լինեին, որ չկարողացան այդ դրանից օգտվել, հասկանում եք, ռազմաքաղաքական մեր դիվանագիտական կորպուսը եւ այլն բոլորը միասին այս 30 տարիների ընթացքում ինչ գոյություն ուներ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը, ինչ դա միջնորդական, միջազգային, լրջագույն ջանքերի առարկա էր դարձել, դրանից օգուտ քաղել դիվանագիտական միջոցներով։ Սա չտեսնված բան է։ Երևի պատմության մեջ նման դեպք չի եղել, որ այդքան ապիկար ձևով վարվեն եւ չկարողանան օգուտ քաղել այն հանգամանքից, այն ինստիտուտից, որը ստեղծվել էր եւ որը պետք է որ առաջնային եւ ամենաարդար լուծումը տար, ի տարբերություն մյուս այն հարցերը պետք է ձախողվեին։ Այստեղ միշտ հիշում են Ռուսաստանի գործոնը, բայց նաեւ պետք է հիշել եւ հարց եմ տալիս, արդյոք դա հետևանք չէր նրան, որ Հայաստանը չուներ ինքնուրույն արտաքին քաղաքականություն։ Իսկապես Ռուսաստանի գործոնները այստեղ կարևոր եւ Ռուսաստանը կազմաքանդեց այդ Մինսկի խումբը եւ Ռուսաստանի այսպես շատ ներողություն գլխի վրայով չուզենալով թռնել Հայաստանի իշխանությունները այո չկարողացան որևիցե օգուտ քաղել այդ Մինսկի խումբ կոչված Բայց Ռուսաստանը պետք է շահագրգռված չլիներ քանդելու Մինսկի խումբը։ Ինչու՞։ Եթե քանդեց ուրեմն որ մեր դիվանագետները որ փուլում քանդվեց։ Ես ասեմ ինչու շահագրգռված չէր, որովհետև դա միակ հարթակն էր, որտեղ ինքը հնարավորություն ուներ հաղորդակցվելու մյուս աշխարհի մեծերի հետ եւ մի իրավիճակում, երբ որ օղակը սեղմվում էր Ղրիմից հետո 14 թվականից հետո օղակը Ռուսաստանի շուրջ սեղմվում էր այդ սեղմում էր իսկ 22 թվականի ներխուժումից հետո բնականաբար փակվեցին բոլոր այսպես ասած անցքերը, հա, այդ ժամանակ եւ այդ ժամանակ արդեն չկար փաստորեն դե ֆակտո Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտ, բայց Ռուսաստանը շահագրգռված էր դա պահել, որովհետև դա ինչ որ հնարավորություն էր հաղորդակցվելու, որովհետև Բայդենը ընդհանրապես չէր ուզում խոսել։ Թրամփն էլ չէ, Թուրքիան ինչ որ ջանքեր գործի դրեց, չէ, միջնորդական ջանքեր, արաբական երկրները ուրեմն եւ այնտեղ տեղի ունեցան բանակցություններ, բայց սա մի հարթակ էր Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը, որի շրջանակներում հետխորհրդային տարածքում քաղաքականության հարցերով Ռուսաստանը հնարավորություն ուներ շփվելու, մտքեր փոխանակելու, ընդհանուր եզրեր գտնելու Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի հետ, ինչու չափազանց կարևոր էր Ռուսաստանի համար։ Ռուսաստանը պետք է որ բոլոր հաշվարկներով շահագրգռված չլիներ, ինչու շահագրգռված եղավ, ինչու մենք չկարողացանք որպես դաշնակից հասկացնել, եթե նրանք խելքները թռցրել էին, հնարավոր է էլի իրանց խմելու էին տվել խելքները թռցրել։ 22 թիվ էին պատրաստում, ներողություն, ինչ խելքը, ինչ խմել։ 22 թիվը պատրաստում, ներխուժումը նա պետք է մտածի, չէ՞ որ այդ ներխուժումը այդ իրա, չէ՞ նա չէր ասում պատերազմ, նա չէր ասում ներխուժում, նա չէր ասում ուրեմն պատերազմական գործողություն, նա ասում էր SVO, սպեցիալնա военная օպերացիա, ոնց որ մոտավորապես նույնն էր ասում, ինչ որ հիմա Տրամփն ասում է Վենեսուելայի իրադարձությունների մասին, այդ էր, այսինքն գործողություն, հատուկ գործողություն, դա այդպես էր ասում, եւ նա այն ժամանակ ինչու շահագրգռված չէր, որ
բոլոր կամուրջները արևմուտքի հետ արվեն, որովհետև նա հույս ուներ, որ արևմուտքը կմարսի, կուլ կտա այդ քայլը։ Կուլ կտա, այսինքն ինքը դա կներկայացնի որպես հատուկ գործողություն, որը միտված է, նպատակա ուղղված է ռուսների իրավունքները պաշտպանելուն, եւ արևմուտքը այդ իր փաստարկները կընդունի, որպեսզի արևմուտքը այդ փաստարկները ընդունել, նրան պետք էր հարթակ շփման արևմուտքի հետ։ Ընդհակառակը նա չէր ուզենա, որ այդ հարթակները վերացվեն։ Վերջի հարթակը սա էր։ Սա վերջի իրական մշտապես գործող հարթակներ, որտեղ Ռուսաստանը հնարավորություն ուներ շփվելու, հարցեր ճշտելու Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների հետ։ Եվ ինքը իր ճշտամին է, որ վերցներ դա քանդեր։ Քանդեր դա մի իրավիճակում, երբ որ ինքը շահագրգռված էր, կարիքներ զգում, ինքը կարիք ուներ այդ իր գործողությունները հրամցնել որպես այլընտրանք չունեցող, որ արդեն բանը հասել էր բանի եւ անհրաժեշտ էր ռուսների իրավունքները պաշտպանել եւ դրա համար իրանք ընդամենը հատուկ գործողություն են կատարել։ Այն ժամանակ հիշում եք, երբ որ նա մտավ այն ռուս քաղաքացիներին, ովքեր դա անվանում էին պատերազմ, ձերբակալում էին։ Հիմա չէ, հիմա բոլորն են ասում պատերազմ։ Ձեր տեսակետը պարզ է, պարզապես ճշտող հարց տամ, որպեսզի ամփոփեմ, ստացվում է, որ այդ Մինսկի խմբի կազմաքանդման մեղավորը Հայաստանն էր։ Մինսկի խմբի ոչ Ռուսաստանը, Հայաստանը տարավ։ Չէ, Մինսկի խմբի անիմաստ դարձրեց Մինսկի խմբի կազմաքանդողը չէ, կազմաքանդողը Իլխամ Ալիևն էր։ Հասկանալի է։ Այսինքն Իլխամ Ալիևը այդքան ուժեղ էր, որ Ռուսաստանի շահին հակառակ, եթե Ռուսաստանի շահն էր պահպանել այդ հարթակը, որտեղ նա դեռ հաղորդակցվում էր արևմուտքի հետ։ Բայց չեք տեսնում Իլխամ Ալիևը ոնց է խոսում ռուսների հետ։ Չեք տեսնում։ Չեք տեսնում, որ նա բացահայտ չգնաց Մոսկվա 80-ամյակին, որովհետև չէր ուզում, որպեսզի Ռուսաստանի հովանու ներքո տեղի ունենան բանակցություններ, ուզում էր, որ Միացյալ Նահանգների հովանու ներքո դա տեղի ունենա, դրա համար չգնաց։ Այսինքն ոչ թե Նիկոլ Փաշինյանը ձախողեց այդ ծրագիրը ռուսների, այլ Իլխամ Ալիևը, բացի դրանից Իլխամ Ալիևը բացահայտ կամահարանքով իրանք բոլորը գիտեք ինչ, երբ որ Իլխամ Ալիևը հայտարարում է, որ քանի որ Ադրբեջանը օգնել է Ուկրաինային եւ տարբեր եւ հումանիտար եւ զենքեր եւ այլն եւ տարբեր եւ վառելանյութ օգնել է Ուկրաինային, Ադրբեջանին պետք է այդ օգնությունը փոխհատուցվի այն միջոցների հաշվին, որոնք Ռուսաստանը պահեստավորեր էր եվրոպական բանկերում, մասնավորապես Բելգիայում։ Այդ Ռուսաստանի միջոցների այնտեղ պահեստավորված ավուարների հաշվին պետք է ուրեմն այդ ավուարներից պետք է փոխհատուցվեն Ադրբեջանի ջանքերը օգնելու Ուկրաինային։ Պատկերացնում եք ինչ դա ռուսները գժվել էին դա։ Այդ հիմա, պարոն Հովհաննիսյան, մենք խոսում ենք 2020 թվականին։ Չէ, իհարկե 20 թվականին նա Բայրամովին, որը կրթության նախարար էր, ես զբաղված էր որպես կրթության նախարար ռուսական դպրոցներ բացելով Բաքվում եւ դրանք բազմապատկեց այդ դպրոցների թիվը։ Նա այդ Բայրամովին նշանակեց արտգործնախարար, որպեսզի այդ իմիջով որպես ռուսոֆիլ նա կարողանա ռուսներին հետ լեզու գտնել եւ այլ նա ամեն ինչ էր անում այն ժամանակ մինչեւ օպերացիան որպեսզի կանաչ լույս ստանա եւ ստացավ եւ այդ իր քայլերը արդյունավետ էին ինքը շատ հմտորեն խափեց դա գցեց ժողովրդական լեզվով ասած Մոսկվային իհարկե դրանից հետո կանգնացրեց փաստի առաջ ասելով ռուսական արտահայտություն կա уже оказанная услуга мало чего стоит արդեն ուրեմն մատուցած ծառայությունը արժեք չունի Ռուսաստանը այդ ծառայությունը մատուցել է դրա դիմաց ակնկալում էր ստանալ հավատարմություն Ադրբեջանի կողմից բայց իրականում ստացավ 3 մատից կոմբինացիա եւ այնինչ այնտեղ եւ բացի դրանից դուք չեք տեսնում որ Իլխամ Ալիև Փաշինյան պայմանավորվել են
Այսինքն Իլխամը այդ քայլերը, այդ կոշտ վարկագիծը Ռուսաստանի նկատմամբ դրսևորելով, իհարկե այդ հարցում երաշխիքներ է ստացել, որ Նիկոլ Փաշինյանը եւ Հայաստանը չեն օգտվի Ռուսաստանի փորձերից վերախաղարկել իրավիճակը։ Ավելի բաց է, հա։ Ինչպես կարող է Հայաստանը պլացդարմ դառնալ ռուսների համար։ Շատ հասարակ, ռուսները հրավիրում են, դուք նայում եք երևի YouTube-ում, ասենք այս ամիսներին, այս վերջերս նամանավանդ ավելի ինտենսիվ կերպով, ամբողջ 25 թվականի ընթացքում անընդհատ նյութեր էին, որ արցախցիները մեծ ցույցեր են կազմակերպում Երևանում, որ ուրեմն հայերը չեն ների, որ այսպիսի բան է ռուսերենով գնում էր փաստորեն ջանքեր էին գործադրվում հիբրիդային եղանակով, որպեսզի ալիք բարձրացնեն Հայաստանում Ադրբեջանի դեմ եւ ըստ էության բացահայտվեց այն, որ ռուսները երևի ոչ պակաս շահագրգռված են մեր ընդդիմությունից ոչ պակաս, որպեսզի Արցախյան հարցով ալիք բարձրանա եւ նաեւ կոչ էին անում շարունակել Արցախյան ուրեմն շարժումը եւ այլն, այս բացահայտ, տարբեր վերլուծաբաններ, տարբեր էմիսարներ, տարբեր մարդիկ, հասկանում եք, որ հայ ժողովուրդը չի ների, հայ ժողովուրդը Այսինքն սա ոչ թե Փաշինյանի իշխանության դեմ էր, դուք համարում եք սա Ադրբեջանի դեմ էր այդ ալիքը բարձրացվում։ Այդ ալիքը բարձրացվում էր Փաշինյանի դեմ պաստոլկու Փաշինյանը պայման այնքանով որքանով, որ Փաշինյանը հասկանալի է, չէ, պայմանավորվել է Ալիևի հետ, որ փակի Ղարաբաղյան շարժման էջը։ Այդ չափով։ Իսկ փակել Ղարաբաղյան շարժման էջը ես իմ ելույթներում, նաև ռուսերեն ելույթներում, որպեսզի դա տեղ հասնի, իրանց էլ հասնի։ Քանից ասել եմ, չէ, որ հա մենք հայերս այսօր գիտակցում ենք, չէ, որ 250 տարի Ռուսաստանը ապահովել է իր ազդեցությունը, բացառիկ ազդեցությունը Կովկասյան տարածաշրջանում, ի շնորհիվ այն մեխանիզմի, որը ինքը կարողացել է ձևավորել եւ օգտագործել, այսինքն հայ-թուրքական հակամարտության մեխանիզմի, հայ-թուրքական, հայ-մահմեդական ուրեմն հակամարտության մեխանիզմի շնորհիվ, որովհետեւ եթե նրանք գիտեք ինչ ամենասարսափելի Ռուսաստանի համար, գիտեք ինչն էր, ամենասարսափելի Ռուսաստանի համար, ինչը բացահայտվեց 25 թվականին ցայտուն կերպով, բայց մեր վերլուծաբանները դա մասին չեն խոսում, ես երևի էլի Դուք խոսեք, ասեք, ինչ եք բան եմ ասում, թող լսեն նաև ունկնդիրները, ուրեմն այստեղ շատ պարզ մի բան երևաց, որ ռուսները այս մեխանիզմը կարևորելով սարսափելի ցնցումների մեջ են հայտնվել այն առումով, որ տեղի ունեցավ այն, ինչը իրենք չէին սպասում, որ տեղի կունենա, որ Հայաստանը սկսեց խոսել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ առանց միջնորդների։ Հայաստանը Ադրբեջանի հետ սկսեց խոսել առանց միջնորդների, ընդհանրապես առանց միջնորդների։ Հասկանում եք, միջնորդական դերը դա այն լծակն էր, որը Ռուսաստանը օգտագործում էր, որ այն էլ այս իր համար դժվար իրավիճակում պահի իր ազդեցությունը հարավային Կովկասում, այդ միջնորդության լծակը։ Հիմա այդ միջնորդության լծակը ինքը կորցնում է, որովհետև Փաշինյանը հայտարարում է, որ մտադիր չի միջնորդությունից օգտվել Ռուսաստանի եւ ուղիղ է խոսելու Իլխամ Ալիևի հետ, Իլխամ Ալիևը նույնպես ողջունում է դա եւ պատրաստակամություն հայտնում եւ վերջում էլ ստացվում է այնպես, որ Տրամպը առաջինը իմիջայլոց, հիշում եք այդ նկարը, այդ երբ որ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը օվալային կաբինետում
ուրեմն ձերքի տվեցին եւ մումով արձանագրեցին հաջողությունը այդ ուրեմն բանակցությունների եւ այդ շփման Թրամփի հովանու ներքո առաջինը ով վեր կացավ եւ ձերքը մեկնեց Իլհամ Ալիևը եթե նայեք ուշադիր առաջինը նա է վեր կենում ձերքը մեկնում Փաշինյանը արձագանքում է Թրամփն էլ իր ձերքը դնում է վրան շատ խորհրդանշական կադր է դա երևի կադր կարելի ասել ուրեմն Դարի կադր իսկապես դարի կադր լավ եւ սա Ռուսաստանի համար շոկային իրավիճակ էր իսկ հետո երբ որ պարզվեց որ դա ամենևին էլ Թրամփի PR ակցիան չի այն ինչ որ ես էլի մեր զրույցների ժամանակ ասել եմ հարգելի Գայանե ասել եմ չէ որ սա ոչ թե Թրամփի մայրուղին է ոչ թե Թրամփի ծրագիրն է այլ սա Միացյալ Նահանգներ պետության ծրագիրն է որի սկիզբը 90-ական թվականներին էր 90-ական թվականներին այս ծրագրի մասին ես առաջի անգամ լսել եմ 90 թվականին Ժիրայր Լիպարիցյանից այ դուք կարող եք հրավիրել ակադեմիկոս Գևորգ Պողոսյանին իմ լավ ընկերոջը սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Փիլիսոփայության ինստիտուտի նախկին տնօրեն այո Փիլիսոփայության ինստիտուտի տնօրեն 90 թվականին նա փոխտնօրեն էր Փիլիսոփայության ինստիտուտի փոխտնօրեն էր տնօրեն Էկմալյանն էր ուրեմն նա ինձ տեղեկացրեց, որ Ժիրայր Լիպարիցյանը ցանկություն ունի ինձ հետ հանդիպել, զրուցել եւ հրավիրում է ինձ ճաշկերույթի։ Ժիրայր Լիպարիցյանը այն ժամանակ առաջի ամերիկացին էր, դեռևս խորհրդային միության օրոք, որը նշանակվել էր բարձր պաշտոնի խորհրդային հանրապետություններից մեկում, կոնկրետ Հայաստանում։ Այն ժամանակ ոչ մի հանրապետությունում 90 թիվն էր, գոյություն ուներ խորհրդային միությունը։ Եվ Ժիրայր Լիպարիցյանը նշանակվել է վերլուծական կենտրոնի ղեկավար։ Չեն ժամանակ Գերագույն խորհուրդ էր, դեր նախագահական ընտրություններ չեն եղել, Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահն էր արդեն Գերագույն խորհրդի, իսկ ընտրվել էր նախագահ եւ առաջի քայլով Ժիրայր Լիպարիցյանին հրավիրել էր եւ նշանակել էր վերլուծական կենտրոնի ուրեմն նախագահությանը կից Գերագույն խորհրդի վերլուծական կենտրոնի ղեկավար։ Եվ ես էլ շատ էի գրում, բոլոր թերթերը իմ հոդվածներն էին, ես կարելի ասել այն ժամանակ միակ քաղաքագետն էի, որ իսկապես հիմքեր ուներ ասելու, որ ինքը դա է, որտեղ Եվ Լիպարիցյանի Եվ Լիպարիցյանը հրավիրում այն բանի Պողոսյան Գևորգի միջոցով հրավիրում է Արարատ ռեստորան, գիտեք հրապարակի վրա, հրապարակում հին լավ հիմա չկա հին լավ ռեստորան նկուղային է հայտնի նկուղային այո սքանչելի տեղ էր երևանցիներից համար եւ այնտեղ ուրեմն ճաշկերույթի ժամանակ ասում է որ առաջարկություն է անում ասում է արի ինձ տեղակալ այդ վերլուծական կենտրոնում տեղակալ նշանակեմ եւ նաեւ շարադրում է ծրագիրը որ այս Ղարաբաղյան թեման այս Ղարաբաղյան հարցը այս Ղարաբաղյան էջը պետք է փակել նավթամուղները, գազամուղները, կոմունիկացիաները կանցնեն մինչ պատերազմական շրջաններ 90 ասացիք մինչ 91-ը հա մինչ պատերազմյան ոնա շարժումը թափով 88-89 այսինքն շարժումը հաղթել է որտեղ հաղթել է Ղարաբաղ կոմիտեն դարել է իշխանություն Լևոն Տեր-Պետրոսյանը զբաղեցրել է Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնը Եվ ինքն էլ նախագահի խորհրդականն է, երկրի ղեկավարի խորհրդականն է, վերլուծական կենտրոնի ղեկավարը եւ ասում է պարզ, ասում է սա պետք է փակել, ինչու որովհետեւ սա մեզ տանում է փակուղի, դա տանելու է փակուղի, վերելու է փակուղու։ Պետք է այս էջը փակել եւ գազամուղները, նավթամուղները անցնեն։ Ես դες ուրիշ բան էլ ասեմ, Վազգեն Մանուկյանը
փակ մամուլի ասուլիսի ժամանակ այն ժամանակ նա նշանակվեց արտաքին լիազորություններով, արտակարգ լիազորություններով վարչապետ, արտակարգ լիազորություններով Տեր Պետրոսյանի առաջարկությամբ ես էլ այն ժամանակ որպես հրավիրված յուր, որպես ուրեմն քաղաքագետ հրավիրում էին նստած այնտեղ լոժայում, առաջարկեց մատնանշելով, որ նա գնացքից թռչելու ժամանակն է հայտնի հոդվածաշարի հեղինակն է, այդ Վազգեն Մանուկյանը, այդպիսի հոդվածաշար էր գրել, հոդված էր գրել մեծ վերլուծական, իհարկե շատ հետաքրքիր հոդված է, դա հատուկ խոսակցության նյութ է, բայց այն ժամանակ, երբ որ նշանակվեց վարչապետ Վազգեն Մանուկյանը, ես հիշում եմ, ուրեմն փակ մամուլի ասուլիս էր հրավիրել միայն արտասահմանյան լրագրողների համար, միայն արտասահմանյան լրագրողների համար եւ ուրեմն այդ մամուլի ասուլիսում, ես դիմել էի Կորյուն Խումարյանին լուսահոգի Մայակի, որը նույնպես արտասահմանյան լրագրողի ռուսական մայակն էր, եւ ինքը Վազգեն Մանուկյանը այդ մամուլի ասուլիսը ռուսերենով էր Եվ ինչ էր ասում Ուրեմն խնդրեցի որպեսզի Խումարյան Կորյունը ձայնագրի դիկտաֆոնի վրա ձայնագրի եւ հետո տա ինձ որ ես իմանամ ինչա խոսքը նա ձայնագրելա տվել է այդ ձայնագրությունը փոքր սենց դիկտաֆոնային կասետով մոտ հիմա էլ կա եթե մենք նորմալ ԱԱՑ ունենայինք որ իսկապես այդ արխիվները պետք է պահել չէ ունենա եւ այլն ոչ միայն Նայիրի Հունանյանին չեն բան արել ձայնալսել այլ նաեւ տեսեք այս կարգի փաստերը օրինակ ինձ մոտ կա թող կան էլեկտրոնային մշակման ենթարկեն շատ հետաքրքիր է Վազգեն Մանուկյանը հայտարարում է ռուսերենով Ղարաբաղ принадлежит Ադրբեջանու Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին Այո ռուսերենով ասում էր Վազգեն Մանուկյանը ասում էր Վազգեն Մանուկյանը այո ուրեմն ինձ մոտ այդ կասետը կա այսինքն այդ ծրագիրը որ պետք է փակել այդ հարցը նաև դրա մասին գիտեր Ղարաբաղ կոմիտեն որ այդ ծրագիրը տրասեկա հիշում եք ծրագիր կար այդ բաները որ կոմունիկացիաները անցնեն Հայաստանով այսինքն այդ ծրագրերը եղել են 90-ական թվականներին ես ինչ պատասխանեցի Ժիրայր Լիպարիսյանին կարող է Գևորգ Պողոսյանը ասել որ ես ասացի ուրեմն էշ նստելը մի այբ է էշից իջնելը երկու այբ է Եվ նույնը ես իմիջալոց մեր մեծ նկարիչ Գրիգոր Խանջանին, որի օգնականն է ես, որպես նա ԽՍՀՄ դեպուտատ էր, նույնը այն ժամանակ Մոսկվա հյուրանոցում ասեցի Գրիգոր Խանջանին, եւ որ նա ասում էր, «Համայակ ասա ճիշտ էր, որ մենք էս սկսեցինք»։ Ասեցի սխալ էր։ Չպետք է սկսեինք, որտեւ մի անգամ արդեն, երբ որ կայսրությունը գալիս է փլուզման ժամանակաշրջան, վայրիվերումներ են տեղի ունենում, մենք հայտնվել ենք փլատակների տակ։ Աստված մեզ խնայեց, մենք կարողացանք դուրս գալ այդ պլատակների տակից։ Մենք կարողացանք դուրս գալ, չեմ ասի հաղթանակով, որտեղ հաղթանակ չի եղել առաջին Ղարաբաղյան պատերազմ։ Հաղթանակը այն է, երբ որ քո հակառակորդը ճանաչում է քո արդյունքը, պատերազմի արդյունքը։ Այ հիմա Իլխամ Ալիևը հաղթել է։ Որովհետև տեսել է մեր սխալը, որ մենք չենք հասցրել դրան գործը։ Եթե չեն ճանաչում քո հաղթանակը, բացի քեզնից ոչ ոք չի ճանաչում։ Ոչ միայն քո հակառակորդը չի ճանաչում, այլ միջազգային հանրություն կոչվածը չի ճանաչում։ Դե նորից ընկանք այդ պատմության մեջ իդեպ 94-ին, որովհետև ես նորից եմ ասում, այս պատմությունը, այսինքն այս Տրամպի ուղի եւ այլն, սա Տրամպի ուղի չի, սա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ուղին է։ Միացյալ Նահանգներ Այսինքն ծրագիրը, որը 90-ականներից դեռևս այդ կողմը որ ասում էին եղել է, հետապնդել են, ամեն ինչ արել են, որպեսզի Հայաստանի միջոցով կարողանան ստիպել Ադրբեջանին բացել կոմունիկացիաները, բայց քանի որ Հայաստանը ի վիճակի չի եղել ստիպել, Հայաստանը չի զարգացել այդ տեմպերով, Հայաստանը հասկանում եք ինչ է տեղի ունեցել, պարտված Ադրբեջանի բնակչությունը, իսկ բնակչությունը դա պատերազմի դեպքում բնակչությունը զենքին հավասար, բնակչության թիվը թվականակ, զենքին հավասար փաստար կա,
Ինչից օգտվել է Ալիևը։ Զենքին հավասար ֆակտորը։ Այո։ Ուրեմն պարտված Ադրբեջանը 2.5 անգամ աճեց նրա ազգաբնակչությունը, 4 միլիոներ, 5 միլիոներ, դարավ 10 8-ից 9։ Երկու անգամ ուղիղ ավելացավ ազգաբնակչությունը։ Հայաստանի ազգաբնակչությունը պակասեց, նվազեց։ Հասկանում եք, նվազեց։ Հաղթանակած երկրի ազգաբնակչությունը նվազեց։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Դուք ասում եք, սա ամերիկյան ծրագիր է, պետք է նավթամուղերը եւ այլն անցնեն այս ճանապարհով, եւ սա Թրամփի նախագիծը չէ, այլ Միացյալ Նահանգների նախագիծը։ Այդտեղից շարունակենք։ Երբ որ տեսավ Ռուսաստանը, սկզբից հույսեր էին պայպայում, այստեղ նաեւ այստեղ մեր, այսպես ասած, 5-րդ շարասյուն են նրանց կոչում, ու այն ուժերը, որոնք բացահայտորեն ձայնակցում են, կրկնում են եւ փորձում են Հռոմի Պապից ավելի կաթոլիկ երևալ, Ռուսաստանի Մոսկվայի մոտեցումները այնտեղ էին հնչում գնահատականներ, որ սա Տրամպի բանն է, էլի քյալագյոզությունն է, Տրամպի քայլն է, որ ինքը ոգևորվել է, այդ ոգևորությունը կսառի եւ սրանով ամեն ինչ կվերջանա։ Ես այն ժամանակ ձեզ զրույցում մեր քննարկումների ընթացքում քանից ասել եմ, որ այդպես չի, սա իսկապես այդ ցույցատալի այդ իմ պատմածը, որտեղ Ժիրայր Լիպարիցյանը դա երևի ամենաիրազեկված արևմտյան քաղաքականության նպատակների ուրեմն հարցում ամենաիրազեկված անձնավորություններից մեկն է, եթե ոչ ամենաիրազեկվածը։
ուրեմն այն ժամանակ, երբ որ նա ասում էր, որ այդ էջը պետք է փակել, իրանք իսկապես փորձում էին փակել, փորձում էին անպայման, որպեսզի լուծում տրվի, ձգձգողը այդ լուծման դարձանք մենք։ Այսինքն իրանք սկզբից փորձում էին ուրեմն մեր միջոցով, այսինքն Ադրբեջանին պարտադրել, չստացվեց, Ադրբեջանը անզիջող էր։ Տեսան, որ բոլոր հնարավորությունները սպառել են Ադրբեջանին զիջում պարտադրել եւ դրա հիման վրա լուծում տալ արդեն, կընտրոնացան Հայաստանի վրա եւ կարողացան պարտադրել Ալիևի Իլխամ ձեռքերով, միջոցով մեզ այնպիսի զիջումներ, որոնք փակեցին Արցախյան հիմնահարցը, փակեցին։ Եվ այդ իրավիճակը ուրեմն այս իրավիճակում իհարկե պետք է հասկանալ, որ սա այն բանի հետևանքն էր, որ մենք համակերպվեցինք բլոկադայի պայմաններում գոյատևելու հետ, մենք չպետք է համակերպվեինք, մենք պետք է ամեն կերպ այդ բլոկադան հաղթահարեինք, ռազմական գործողության միջոցով, հատուկ գործողության միջոցով։ Բայց առաջի հատվածում մեր հարցազրույցի դուք ԵԱՀԿ Մինսկի խումբն անգամ նշեցիք, այդպիսի զենք, այդպիսի գործիք կար, որը էլի մենք չկարողացանք օգտագործել։ Եվ առաջի հերթին մենք պետք է մեղադրենք մեր ռազմաքաղաքական ղեկավարությանը, մեր էլիտային, որին պետք է 26 թվականին պարտության մատնել, որովհետև ուրիշ ճանապարհ չկա, այդ էլիտան է մեղավոր, այսօր ասել, որ Փաշինյանն է, իրանք ձգտում են մի ինչ-որ քավության էլիտա ասելով դուք նկատի ունեք, քավության նոխազը Փաշինյանի էլիտա ասելով դուք նկատի ունեք բոլոր նախագահներին, հա, ոչ միայն ներկայիս իշխանություններին, այո, իհարկե, այսինքն մերժել եւ Փաշինյանին, եւ Սերժ Սարգսյանի թիմին, եւ Քոչարյանի թիմին, եւ եթե ուրեմն Լևոն Տեր-Պետրոսյանը իհարկե, որովհետև մեծ հաշվով իրանք ուրեմն տեսեք ինչ տեղի ունեցավ, մենք իրավունք չունեինք համակերպվել բլոկադայի հետ, ինչու, որովհետև բլոկադան չէր բխում աշխարհաքաղաքական կենտրոնների շահերից, աշխարհաքաղաքական կենտրոնները շահագրգռված են այս տարածաշրջան բացել։ Մենք պիտի այդ շահագրգռվածությանը ընդառաջ գնայինք, բայց մենք չգնացինք ընդառաջ։ Դիմաց ես կասեմ Նիկոլ Փաշինյանը գնաց եւ գնաց ընդառաջ Իլխամ Ալիևը։ Եվ դրա հաշվին կարողացավ ստանալ այս արդյունքը իր համար, նպաստավոր իր համար։ Դե նա համարում է, որ դա այո, իր նվաճումն է, Փաշինյանն էլ ասում է, սա իմ նվաճումն է։ Դա չենք մենք հիմա քննարկում։ Ձեր այսպես ես երկու հարց տամ, դուք որից ուզում եք սկսեք։ Առաջինը դա այդ դեպքում Միացյալ Նահանգները, մենք Վենեսուելայի դեպքերը երևի թե շրջանցեցինք, քանի որ եկանք տարածաշրջան։ Միացյալ Նահանգների ծրագիրը Իրանի հետ կապված, տարածաշրջանի հետ կապված եւ Թրամփի ուղու հետ կապված, կարող ենք այդ մասին սկսել խոսել եւ զուգահեռաբար մենք կնայենք թե այնուամենայնիվ ինչ է անում Հայաստանը այս ընթացքում նախընտրական շրջան է եւ Նիկոլ Փաշինյանի այս ուխտագնացությունները եկեղեցու հետ կապված իր գործողությունները այս աշխարհաքաղաքական իրադարձությունների ուրեմն ֆոնին որից ուզում եք սկսեք, այ երկու ճյուղ տվեցի ես։ Ես գտնում եմ, որ մեկը իրանյան դեպքեր, Միացյալ Նահանգների նպատակները։ Ինչ վերաբերվում է Իրանի հետ կապված, ես դրա մասին գրել եմ իմ Facebook-յան էջում կա, ես այն տեսակետին եմ, որ այն փորձը, որը հղկվեց, գործադրվեց Վենեսուելայում, կիրառվելու է նաև Իրանի նկատմամբ։ Դա պատերազմը Իսրայելի հետ, պատերազմը ցույց տվեց, որ Իրանը ի վիճակի չի լինելու խուսափել նույնանման ճակատագրից։ Եթե իսկ դա արվելու է, արդեն հստակ հնչել է այդ գնահատականը, բացահայտ, որ եթե դուք ճնշեք, նաև դուրս է եկել ուրեմն իր թաքստոցից
Փեղլևի, Ռեզա Փեղլևի որդին, ուրեմն ով 60 տարեկան մարդ է, միջայլոց սրանից մի 2 ամիս առաջ, 3 ամիս առաջ ես դոժջով լսեցի նրա հարցազրույցը, դոժջին տրված, դոժ, ռուսական այդ ուրեմն դիսիդենտական, հա, ալիքն է, դոժջը, եւ նա շատ, հա, այդ Իրանի շախի որդին նույնպես հայտարարություններ է անում այսօր բավականին ակտիվ եւ ասում է որ պետք է անպայման այդ ուրեմն իշխանությունը կրոնապետական հեռացվի եւ Իրանը կանգնի ժողովրդավարական ուղու վրա Մինչ հեղափոխական իրավիճակ ստեղծվի, Չէ, հեղափոխությունը 79-ը ինքը շահ դառնալ եւ ինքը ասում է չէ, ընտրություններ, չէ, ինքը կողմնակից է ժամանակակից կոնստիտուցիոն, այսինքն ինքը չի եւ ճիշտ է անում, որովհետեւ մեծ հաշվով մենք գիտենք, որ Իրանում դեմոկրատական, իսլամական դեմոկրատական նորմերը պահպանվում են, այնտեղ ընտրություններ են, այնտեղ մրցակցային ընտրություններ են եւ այնպես չի որ ճիշտ է այդ գրանցման մեխանիզմն է օգտագործվում միջալոց սպասելի է որ մեր ընտրություններում էլ դա կանեն 20-ն մասնակիցներին այնտեղ դա սովորական բան է այսինքն մասնակցում են նրանք ում թույլ է տալիս գերագույն առաջնորդը ռախբարը նա ում թույլ է տալիս որ մասնակցեն գրանցվեն նրանք էլ մասնակցում են գրանցվեն որպես տեխնացու որպես տեխնացու ընտրություններին մասնակցելու համար Դե հիմա մեզանում էլ մանը Նիկոլ Փաշինյանն էլ ուզում ռախբար դառնալ, չէ՞։ Ձեր մյուս հարցին կմոտենանք, մենք հիմա եկեք Իրանի իրադարձությունները մոտենալով նա էլ ուզում ռախբար դառնա եւ որոշի թե ով իրավունք ունի մասնակցել ընտրությունների թե ոչ։ Հիմա ասենք կաթողիկոսի ընտրություններին նաեւ Ինչևից է ամենայն դեպս Թրամփը ում մեղադրում էին, որ ինքը ուրեմն իզոլյացիոնիստ է, անտարբեր է, բայց տեսեք պատերազմ հայտարարել բռնապետերին, բռնակալներին, բռնապետերին, ավտորիտարներին, Եվ փոխաբերական եք ասում, ճիշտ է պատերազմ է հայտարարել, բացահայտ պատերազմ, օրինակ Վենեսուելային չի հայտարարել։ Բացահայտ պատերազմ չէր, այո, Վենեսուելայում տեղի ունեցավ այն, ինչը ուզում էր անել Պուտինը Ուկրաինայում, բայց ինչը չհաջողվեց Պուտինին, բայց հաջողվեց անել Թրամփին Վենեսուելայում։ Սա փաստ է։ Այնպես որ կարող եմ ասել այսքանը այս հարցի վերաբերյալ Այսինքն դուք սպասում եք միջամտություն Միացյալ Նահանգների կողմից հնարավոր նույն եղանակով նույն կարգի օպերացիա կարող են կազմակերպել նաև Իրանի նպատակը Ես չեմ ասում որ դա Այսինքն Իրանին ոչ կազմակերպել ճիշտ է Իրանը չպետք է քանդվի Իրանը չէ, իրանք ուզում են ոչ, իրանք ուզում են փոխել իշխանությունը։ Այո, իրանք ուզում են վերադարձնել շահին, որը ապրում է իրանց մոտ, իրանց տևի տակ, նրանք այսքան տարիներ անընդհատ իր բնակության վայրը փոխելով եւ այլն, փորձում էին նրան նախապատրաստել այս դերին եւ պահ հասունացա։ Գիտեք, ես նորից եմ ասում, պետք է տարբերակել Մակերեսը խորքից, էությունից հարցերի։ Մակերեսը Տրամպի ուրեմն այդ PR ակցիաներն են, իսկապես աստղով մարդ է, էլի իսկապես, շախով աստղով, իսկապես խարիզմատիկ անձնավորություն է։ Այդ պետք է տարբերակել խորքից, խորքը հետևյալն է, խորքը դա այն խնդիրներն են, որոնք ամերիկյան պետությունը դնում է նախագաների արչև այդ deep state-ը, այդ խորքային պետությունը, իսկ այդ խորքային պետությունը խնդիր է դնում, որպեսզի շախը վերադառնա, որպեսզի Իրանը մնա պահպանվի, բայց այն դերում, որում եղել է շախի օրոք,
բնականաբար նույնությամբ չէ, բնականաբար ճանապարհ անցել։ Նույն Իրանը այնուամենայնիվ տեսել է իսլամական դեմոկրատիայի իրանց, այսպես ասած, ընկալմամբ ուրեմն տեսել է դեմոկրատիայի պայմանները, որ այնուամենայնիվ ընտրություններ են, այնա 3 հայ ազգային իրենց խորհրդարանում մեջլիսում պատգամավոր են Ռուսաստանի գործոնը կարող ենք դիտարկել նույն Վենեսուելայի հետ կապված, Սիրիա, Վենեսուելա, հիմա Իրան։ Այո։ Ռուսաստան։ Հիմա տեսեք, մակերեսը ինչ է, մակերեսը այնա, որ Թրամփը ասում է, ես ասում է, պետք է կենտրոնանամ Միացյալ Նահանգների ներքին խնդիրների վրա։ Կիսագունդը իմն է։ Հա, այդ կիսագունդը իմն է, Մոնրոյի դոկտրին եւ այլն, սա խաղ է։ Իրականում այդ խորքային պետությունը այն գլխից այդ միջին ճանապարհն է նախատեսել, ուրեմն այդ միջին ճանապարհը, որը պետք է կապի կենտրոնական Ասիայի երկրները Եվրոպայի հետ, այդ ամեն ինչ աչքի առաջ ունեցել է, մշակել է այդ ծրագրերը եւ ունեցել է, իսկ Թրամփը դրանց իրականացնողն է, բայց իր յուրահատուկ ոճով ինքը ասենք ինչ որ շղարշ է ստեղծում, որ ինքը ուրեմն կենտրոնացած է Միացյալ Նահանգների շահերի վրա եւ ամենևին էլ նպատակ չունի համաշխարհային դեմոկրատիայի կամ արևմուտքի հաղթանակի ուրեմն բռնապետությունների նկատմամբ խնդիրը լուծել։ Ինքը կենտրոնացած է Միացյալ Նահանգների շահերի վրա ժողովրդի, բայց իրականում այսօր ինքը ինչ ասում։ Ասում է Կուբայում էլ պետք է, այսինքն ինքը ասում է բոլոր գլոբալիստների կողմից դրված եւ նրանց կողմից չլուծված խնդիրները լուծել միանգամից։ Հասկանում եք, Կուբան էլ, Վենեսուելան էլ, Մեքսիկան էլ, Կոլումբիան էլ, պլյուս Սիրիան էլ, Իրանն էլ, հասկանում եք, բոլոր այդ խնդիրները միանգամից լուծել։ Ինքը այդ գործն է անում, բայց շղարշը որն է, հասկանալի է, որ Միացյալ Նահանգների ժողովուրդը, ինքը ժողովուրդը շատ հասարակությունը ամերիկյան երազանքին հավատարիմ ժողովուրդ է, իսկ ամերիկյան երազանքը դա այն իդեալագեմանն է, որը ենթադրում է, որ պետք է հասկանալ, որ Ամերիկան առանձին է բոլորից, տարբերվում է բոլորից եւ պետք է կենտրոնանալ միայն Ամերիկայի վրա եւ չմտածել ընդհանրապես մյուսների մասին։ Մյուսները ինչ են լինում, ոնց են լինում, դա նշանակություն չունի, որտեվ սա է Աստծո երկիրը, Աստծո տաճարը ստեղ է, ուրեմն այդպես սա ազատություն է, սա յուրահատուկ երկիր է, այս ամերիկյան երազանքը հենց դա է, եւ յուրաքանչյուր ամերիկացու գլխում դա նստած է։ Եթե Թրամփը չասի, որ ես հավատարիմ եմ այդ գծին, ես America first։ Դինա ասում ես ինչ անում եմ, ժողովրդի համար եմ անում։ Վենեսուելայի պատմությունը ասում եմ։ Համար անում, բայց իրականում խորքային պետության այն նպատակները, խնդիրները, որ խորքային պետությունը տարբեր նախագահների արչև հետևողականորեն Քենեդի, Նիքսոն եւ բոլորի առաջ Ֆորդ դրել է, նրանք չեն կարողացել լուծել Կուբայի հարց, ուրեմն Վիետնամի հարց, ինքը լուծում է, ինքը կարողանում է լուծել, բայց դրա համար երբեք չպետք է նայել քաղաքական գործիչի հայտարարություններին, պետք է փորձել այդ հայտարարությունների տակ վերցանել իմաստները, այն խորքային իմաստները, որոնք երբեմն այդ հայտարարությունները թաքցնում են, նպատակ ունեն թաքցնելու։ Այսինքն նկատի ունեք, որ թեկուզ Իրանի իրադարձությունները դեռ զարգացման մեջ են, դեռ արդյունքը մենք չգիտենք ինչով վերջանալու, դուք կարծում եք, որ եւ Թրամփի ուղով եւ Իրանում այդ փոփոխությունը կատարելով Միացյալ Նահանգները ավելի ամրապնդվելու են այստեղ, այս մեծ տարածաշրջանում, այո։ Այո, իհարկե, Միացյալ Նահանգները եւ դա իմիջայլոց այն է,
որը ես դիտում եմ որպես մեզ համար չարյաց փոքրագույն, որտեղ մենք այսօր ի վիճակի չենք ապահովելու Սյունիքի անվտանգությունը։ Ի վիճակի չենք մեր ուժերով, մեր սեփական ուժերով, այդ վիճակում ենք մենք հայտնվել։ Եվ կարծում եք Միացյալ Նահանգները շահագրգռված են լինելու պաշտպանելու այդ ճանապարհը։ Իհարկե, որովհետև դա այն ճանապարհն է, այն բալանին է, որին տիրանալով իրանք ձեռք են բերում լուրջ արժեք եւ հնարավորություն իրանց ուզածի չափով մասնակից դարձնել այդ ճանապարհի շահարկմանը Ռուսաստանին, եթե համարեն կան ընդհանուր ինչ-որ եզրերի Ռուսաստանն էլ ձգտելու է ոչ թե հակադրվել դրան, որտեղ ի վիճակի չի լինելու հակադրվել, ի վիճակի չի լինելու, այլ ձգտելու է իր շահը գտնել այդ ընդհանուր դրվածքում, որի տերը, որի, այսպես ասած, ուրեմն Ղեկը լինելու է Միացյալ Նահանգների ղեկը ձեռքում։ լինելու է Միացյալ Ինչ է Նահանգների անում Հայաստանի իշխանությունը այս ժամանակահատվածում։ Ինչով է զբաղված վարչապետը։ Վարչապետը զբաղված է ուրեմն փորձերով դառնալ այաթոլլա։ Դրանով է զբաղված, այսինքն վարչապետը զբաղված է իր կոնֆլիկտով, բայց չգիտես ծիծաղեց տելած լինեց, որովհետև հեղինակազրկվում է մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Հեղինակազրկվում է ինչու, որովհետև այդ տեսեք, ես երեք եղա Սուրբ ուրեմն ծննդյան պատարագի մասնակցեցի Սուրբ ծննդյան պատարագի երեք Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու Սուրբ Հովհաննեսը իմ սուրբն է դրա համար Այնտեղ գնացի այնտեղ եմ ես գնում միշտ այնտեղ եմ այցելում եւ նու իհարկե ինձ համար մի քիչ նաև տխուր էր որ այնտեղ Տեր Տիարը հեռացավ կյանքից անցյալ տարի դա իմ հոգեվորականն է մորս վերջի առարողություն ինքն է իրականացրել առաջի անգամ էի այնտեղ եւ այնպես ստացվեց որ ականատես դարձա թե ինչպես առաջի անգամ այս տարիների ընթացքում ես միշտ բոլոր այդ օրերը ամենանվիրական օրերն են Սուրբ Ծննդյան, Սուրբ Հարության օրերը պատարագները մասնակցել եմ առաջի անգամ ես ուրեմն այդ շոկը ապրեցի երբ որ ամանորյա ուղերձը վեհապար հայրապետի Գարեգին երկրորդի չընթերցվեց եւ ով էր պատարագի քահանան Տեր Պետրոսը, որը այդ բանի Նարեկ Մալյանի հայրն է Գրասում եք Նարեկ Մալյանի հորը նշանակել են Սուրբ Սարգիսից այստեղ ուրեմն Սուրբ Հովհաննես եկեղեցու Կոնդի եկեղեցում նշանակել են եւ նա չընթերցեց այսինքն կաթողիկոսի առաջի անգամ կաթողիկոսի շնորհավորական խոսքը որը միշտ ընթերցվում է ուրեմն ամանորյա այդ պատարագի Սուրբ Ծննդյան պատարագի ընթացքում չընթերցվեց հետո մի եւս նորույթ փորձել են էտել նորարարություն երբ որ ուրեմն երբ որ բաժանվում էր օրհնված ջուրը երրորդ ներքից հետո օրհնված ջուրը ուրեմն դե ես շշիկներ էի վերցրել նաեւ ընկեր ունեմ, որը հիվանդ է, ծանր եւ ինքը դեղերը խմում է այդ ջրով, այդպես է։ Օրնված ջրով ինքը խնդրել էր նաեւ որ ես։ Այսինքն մի երեք շիշ էի վերցրել, երեք շիշ։ Հա, դե նրան պետք է տայի էլի մեկը կար էլի տենց։ Դե հիմա դա ընդունված է տալիս ես բան ասոցին չէ, քավոր ենք նշանակել փոքր շշիկներով, այսպես, սմետանայի, անհարմարել է խմել դրանից, էլի, սմետանայի, ուրեմն, այս բանով, բերանով, սմետանայի շշիկի, սենց փոքր, մի 150 գրամանոց,
100 գրամանոց։ Ուրեմն սա քավոր է այդ արարողության բերել է այդ շշիկները դատարկ, ուրեմն միայն այդ շշիկներով եւ յուրաքանչյուրին մի հատ։ Յուրաքանչյուրին խտիվ եւ այլն եւ այլն։ Եվ ինչ որ մթնոլորտ էր տիրում, լարված, պոլիցեյսկի մթնոլորտ, ոստիկանական մթնոլորտ։ Հա, ինչ որ անհասկանալի էլի այդ սովորաբար բոլորին էլ հասնում էր ամեն տարի նույն ձևով է եղել մարդ է եղել որ խնդրել է երկու հիմա չէ էս Պետրոսը հայտարարում է որ ով որ ուզում է երկու հատ ստանա այդ փոքր շշիկից դի նորից հերթ կանգնի երկրորդ կուրս Ինչու եք դա պատմում այդ ես դա պատմում եմ սա նորոգում հասկանում եք իրանց նորոգումն է Իրանց նորոգումն, այսինքն մարդը եթե դիմում ասում է ինձ պետք է երկու հատ եւ ես շշիկ եմ բերել, ես հիվանդի համար տանում եմ։ Բայց դա կազմակերպչական հարց է։ Դա կազմակերպչական չի, սա մթնոլորտի փոփոխություն է։ Սա մթնոլորտի փոփոխություն է, կաթողիկոսիկ բանը չեն կարդում, ուրեմն էս իհարկե ահավոր բանը եւ նաեւ այդ մանրունքները երբ որ տեսնում ես որ փոփոխություններ են անում հասկանում եք չէ սա սուրբ ծնունդ է սա ավանդույթ է սա մարդիկ սովորել են մոտենում են խնդրում են իրենց ընթառաջում են եթե հոգեվոր հիմա ես երկրորդ բանն ասեմ այ հոգեվորականներ են այս օրերին այ հիմա ցույց տվեք մի հատ ես խնդրեմ ես տվել էի օպերատորին այդ նկարը լուսանկարը ուրեմն ահա Այս մինուս 15 աստիճանը գիշերը 17 մինչև 20 հասնում է գիշերը այստեղ պարկած է մի մտավորական մարդ որի որդին գնացել է կազինո մի մտավորական շատ լուրջ մտավորական ընտանիքից իր հայրը ժողովրդական արտիստ է եղել ես նույնիսկ անունը չեմ ուզում տամ որովհետև տխուր է ժողովրդական արտիստ է եղել ինքը Ջոն Կիրակոսյանի կնոջ եղբայրն է եւ ահա այստեղ պարկած է եւ օրերով գիշերներով ոչ մի տես տուն չունի որդին գնացել է կազինոյում տարվել է եւ արդեն քանի տարի է այստեղ է ինքը բայց եթե նախորդ տարիներին ձմեռը մեղմ էր հարաբերական առումով մեղմ էր այս տարի սպանիչ է այդ ցուրտը իսկապես սպանիչ է եւ այս մարդը այս վիճակում այստեղ պարկած է ուրեմն այդ ընթացքում ուրեմն երկրից վեհապարը եւ այդ վարչապետը հակամարտության մեջ են ուրեմն երթեր են կազմակերպում, ես ինչ գիտեմ նրան կողմնակիցները, սրանց կողմնակիցները, միտինգները, որևէ հոգևորական ես մայ, սա դու գնացել հարցրել եմ, որևէ հոգևորական, այս մարդու մասին չէ կենտրոնում է սա կենտրոնում է Մարտիրոս Սարյանի արձանի հետևի շենքը, այսինքն այնտեղ որտեղ վերնիսաժա շաբաթ-կիրակիները լինում այդ շենքն է եւ այնտեղ այս մարդը այսօր սարճում է ուղղակի մեր աչքի առաջ սա սարսափելի բան է ոչ բժիշկ կա գալի այնտեղ հետարքրվի ոչ սոցիալական ծառայություններն են հետարքրվում որդին կազինոյում հիմա ընտրություններ են լինելու այս տարի շուտով այդ բարերանները կհայտնվեն ձայներ կուզեն ժողովրդի ձայներ տվեք մեզ ձայներ մենք այս բարեգործությունն ենք արել այն բարեգործությունն ենք արել այս ուրեմն բանին երգչին ենք պոպ երգչին ենք բնակարան տվել, մյուսին ենք տվել, այս մարդը հայտնվել է դժբախտ վիճակում, որովհետև տղան տարվել է կազինոյում։ Հիմա Ծառուկյան Գագիկը, որը կուսակցության նախագահ է եւ համատեղության կարգով նաեւ կազինոյի տեր է, մեծ ամենահասկա կազինոն ինքը ունի։ Այդ կազինոյի զոհն է այս մարդը, այնտեղ պարկած է։ Ես իրան դիմում եմ, ասում եմ, լսի, Գագիկ Ծառուկյան, այդ քո կազինոյում իր տղեն խաղացել է, տարվել է, հետո ստիպված է եղել այս մարդը, որ տղուն փրկի հաշվեհարդարից, որտեղ չի վճարել, իսկ այդ կազինոները բոլորը քրեական հեղինակությունների, քրեական տարերի բուն են, ստիպված է եղել բնակարանը վաճառել, հայտնվել է փողոցում, անօգնական վիճակում, անտուն վիճակում, եւ այսօր նրան մի հատ բնակարան տուր, այդքան շինարարություն է կանում բոլորով, առիթ բաց չեք թողնում ասելով, որ մեծ բարեգործություններ եք անում, մեծ բարեգործություններ, ամբողջ քաղաքը գիտի այս մարդու մասին, մեծ հաշվով, փոքր կենտրոնի բնակիչները գիտեն,
որտեվ արդեն որ երրորդ ձմեռն է, ինքը այդպես է գիշերում, այդտեղ ապրում է, ուրիշ տեղ չունի։ Հասկանում եք, մենք խոսում ենք արցախցիների մասին, որ հայտնվել են ծանր վիճակում, բայց ես արցախցի չեմ տեսել, որ պարկած լինի փողոցում։ Բնիկ երևանցի, Վիգենը անունով, բնիկ երևանցի ժողովրդական արտիստի Հայաստանի որդի, ինքը բարձրագույն կրթությամբ, աշխարհը տեսած եւ այլն հայտնվել է այս վիճակում։ Այս երկրի սահմանադրության մեջ գրված է, որ սոցիալական պետություն ենք, բայց այդ սոցիալական ծառայությունները որտեղ են, ամեն օր անցնում են այդ փողոցի կողքով, չէ՞ տեսնում են այդ մարդն դեռ։ Եվ հիմա գիտեք ինչ, ես ինքս փորձում եմ ինչ որ կերակուր բան տալ, միշտ անցնելով օգնել եւ այլն, ձերքից խլում են, այսինքն քրեական տարեր են հայտնվել շրջապատում, ձերքից խլում, այս մարդը անօգնական, ինտելիգենտ մարդ է։ Լավ, անօգնական վիճակում։ Ես ինչու եմ ասում, այ կռվում են, բա ուր է եկեղեցին, բա եկեղեցին ուր է, բա ուր են հոգևորականները, ուր են դրանք, որտեղ են, ինչի չեն հասնում մարդկանց, չեն տանում այս մարդու եկեղեցու, ասենք այդ, որովհետև մեծ հաշվով եկեղեցին քրիստոնեայության վարդապետությունը դա է, ոչ թե օլիգարխի նկարը ընդունարանում կատես ու ասես իմ հերոսը սա է, քո հերոսը պետք է լինի յուրաքանչյուր Տերը ինչ ասում, Տերը ասում է դու քո սեղանին հրավիրի ամենաչունևորին, դու Տեր կանգնի նրան ամենաչունևորին, եւ այսօր եթե բարեգործություններ եք անում իբր թե ասում այս դերասաններին բանին օգնում ենք, բան ենք կազմակերպում, ուրեմն նրանց բնակարաններ ենք տալիս եւ այլն։ Սա իսկ ինչ վերաբերվում է այս կարգի երևույթների, հասկանում եք, դա ուղղակի ես դες ասեմ այս օրերին ես այդտեղ չեմ գտնում, որտեվ ես որտեղ մտածում եմ այդ մարդն այնտեղ պարկած սարում է։ Հիմա ուր տանեն ու ինչ անես, բանը կերակուրես տալի բան, գալիս են բոմժերը բանը կողքից տարբեր քրեական տարեր ձեռից խլում են։ Պարոն Հովհաննիսյան, փորձում ենք ամփոփել այսօրվա մեր զրույցը, ցավոք քաղաքական մեր թեմաներին ամենակարևորը դա է, որովհետև մեծ հաշվով այս բոլոր խնդիրների լուծման բանալին հենց ընտրությունների միջոցով իշխանություն փոխելն է։ Մեծ հաշվով Հայաստանում դեռ նման նախադեպ չի եղել։ Ընտրությունների միջոցով իշխանություն փոխելն է։ Ես հույս ունեմ, գիտեք ինչից եմ ես ելնում, որովհետև տեսեք էլի ուրեմն Ուկրաինայում Յուշչենկոն, որ հեռացավ ընտրությունների միջոցով, Վրաստանում Սաակաշվիլին հեռացավ ընտրությունների միջոցով, արևմուտքի աջակցությունով այլող ուրեմն քաղաքական լիդերներ էին։ Եվ արևմուտքը, այսպես ասած, ողջունեց այդ քայլը նրանց հեռանալու, քանի որ ընտրությունների արդյունքում իրենք չեն ստացել ժողովրդի մեծամասնությունը։ Լեհաստանում ուրեմն Լեխ Վալենսան ժամանակին ընտրությունների միջոցով հեռացավ, հետո Կվասնևսկին, որ եկել էր Իրան բաներ սոցիալիստեր, սոցիալ-դեմոկրատեր, չէ, Ձախակողմյաններ, նախկին ուրեմն կոմունիստ նույնպես հեռացավ, այսինքն այդ բոլոր երկրներում հաջողվել է հասնել դրան, բացի մահմեդական, քրիստոնեական ավանդույթներ ունեցող երկրներում հաջողվել է հասնել դրան, ինչպիսին են Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան, հաջողվել է հասնել, Մերձբալթյան Հանրապետություն, հաջողվել է հասնել դրան, ընտրությունների մենք այսօր միակն ենք հետխորհրդային տարածքում քրիստոնեական ավանդույթով ժողովուրդներից, որը այդ նպատակին դեռ չի հասել, պետք է հասնի, որ իշխանությունը փոխվի ընտրությունների միջոցով։ Այսինքն ընտրություններ լինեն, ժողովուրդ քաղաքացին իր քվեի ուժով փոխի իրավիճակը։
Ես ինչու սա ասում եմ, որովհետև մենք տեսանք, որպեսզի մեր քաղաքացիները չհայտնվեն այսպիսի ողբերգական իրավիճակում, չպարտվեն կազինոյում, իսկ հետո խորհրդարանում այդ կազինոները չտանիքավորվեն, որտեղ շարունակում են գործել եւ մեր ժողովուրդը ահավոր տուժում է, այսինքն մեր ավակներն են տուժում, որտեղ երիտասարդությունը որ գնում պարտվում է, ավակներն են հայտնվում այս վիճակում, ոնց որ ես ցույց տվեցի։ Որպեսզի դա տեղի չունենա, պետք է ճիշտ քվեարկել, պետք է իսկապես ընտրել արժանի մարդկանց, պետք է անպայման հետևել, որպեսզի տեղի չունենա հերթական անգամ վարչական ներուժի չարաշահում, որովհետև վերջին ընտրությունները ցույց են տալիս, ասենք 17 թվականի ընտրությունները, որը Սերժ Սարգսյանն 13 թվականի ընտրությունները նախագահի, մի խոսքով բոլոր այս ընտրությունները վերջի շրջանի ցույց են տալիս, որ ուրեմն իշխանությունները վերարտադրվում են վարչական ռեսուրսի չարաշահման միջոցով։ Ոչ թե տեղի են ունենում ինչպես Երեկվա օգտագնացությունը դա վարչական ռեսուրսի կամ վարչական միջոցառում էր միտված այդ ընտրություններում համախոհների Հիմա ես ասեմ, հետարքիր բան է տեղի ունենում, էլի, իսկապես այսօր Նիկոլ Փաշինյանը իրան պատեպատ Դե օգտագնացություն կներեք, այդ բառն եմ օգտագործում, որովհետև դա այդպես է հայտարարվել, բայց այդ երթը, այդ իրան պատեպատ է խփում, նա հայտնվել է մոտավորապես նույն հոգեվիճակում, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը 1996 թվականին, երբ որ հանկարծ պարզվեց, որ հիշում եք ոնց էր այդ հայտնի տեսաերիզում Վանոն հայհոյում Կլինտոնին, որ այս ինչ ընտրություններ են, այսինքն իրանք Լևոն Տեր-Պետրոսյանը շոկի ենթարկվեց 96-ին, որ ժողովուրդը իրան չի ուզում, ինքը որ եկել է ժողովրդի ալիքի վրա, այդ աջակցությունը չունի։ Հիմա Նիկոլ Փաշինյանը նույն հոգեվիճակում է, եւ ինքը այսօր այս շարժման միջոցով, որը ուղղված է կաթողիկոսի դեմ եւ բարձրաստիճան հոգեվորականների դեմ, որոնք իսկապես ուրեմն մխրճվել են մեղքերի մեջ, հասկանում եք, եւ իսկապես այսինքն հեռացել են իրանց հոտից մարդկանցից եւ ինչ է փորձում անել Փաշինյանը։ Նա փորձում է այս խնդրի վրա վերանվաճել փողոցը, հասկանում եք, ինք կորցրել է փողոցը, ինք իր համար որպես պոպուլիստ ղեկավարի, որը ժողովրդական ալիքի վրա մեկին գումարած մեկ, այս ալիքի վրա եկավ իշխանության, իր համար սարսափելի է, որ ինքը կորցրել է փողոցը, ինքը իրան տեղ չի գտնում, ինքը փորձում է վերանվաճել փողոցը ոնց կարող է փողոցում ինքը չլինի, ընդհանրապես չլինի, որովհետև այդ Բագրատ Սրբազանի հայտ գալը ցույց տվեց, որ նա ընդհանրապես փողոցում չկա, փողոցը կորցրել է, փողոցը գնաց եւ քանի որ հենց Բագրատով կորցրեց, այսինքն եպիսկոպոսով, եւ այսօր առիթ է ընձեռվել այս ալիքի վրա դժգոհությունը այս հոգևորականությունից, որոնք ուրեմն բարձրաստիճան, որոնք բենթլիներով են ման գալի, իրենց շքեղության են տվել, իրանք ժողովրդի մատից փուշ չհանեցին 44 օրյա պատերազմի ընթացքում, հիշենք կաթողիկոս Չերեքչյանի, կաթողիկոսի պաշտոնակատար այն ժամանակ, Չերեքչյանին երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տանկային դիվիզիաներ, Էջմիածնի հարստություններից ուրեմն որոշ մասը վաճառելով տանկային բրիգադաներ Հովհաննես Բաղրամյան, ստեղ Դավիթ Սասունցի Դավիթ այդ կալոնաները տանկային ուրեմն ձեռք բերելով եւ տալով, հետո էլ ստացավ Ստալինի պարգևատրությունը, բա հարց առաջանում, բա մեր կաթողիկոս հոգեվարականությունը որտեղ էին, Սփյուռքին կոչ չարեցին բոլոր զանգերը խփել, ընդհանրապես վերաբերվեցին Արցախի այդ կործանմանը 44 օրյա պատերազմը, ես չլսեցի, որ զանգերը խփեն, որպեսզի ինչ որ հոգևոր
մթնոլորտ ստեղծեն, այս ամեն ինչը կա, մեր ժողովուրդը տեսել է այդ ամեն ինչը, գիտի եւ այլն։ Այս բացի դրանից ուրեմն մի խոսքով ես շարունակեմ, գիտեն մարտի 1-ը, գիտեն հոկտեմբերի 27-ը, գիտեն ամեն ինչ գիտեն։ Մարդիկ տեսել են եւ եկեղեցին ընդհանրապես այսինքն կողմ էր քաշված եւ հանկարծ մտավ մխրճվեց քաղաքականության մեջ, ինչի համար, որպեսզի հետ բերի նախկիններին։ Միանշանակ, այսինքն Ռոբերտ Քոչարյան հայտարարեց, որ փողոցը կարելի է ոտի հանել միայն եկեղեցականների միջոցով, որտեղ եկեղեցին հայ առաքելական Սուրբ եկեղեցի որպես ինստիտուտ ամենամեծ հեղինակությունն է վայելում բոլոր եղած ինստիտուտների մեջ։ Աշխարհիկ ինստիտուտները բոլորը հեղինակազրկվել են խորհրդարանով, բայց եկեղեցին ընդդիմության ինստիտուտն է հեղինակազրկել։ Եկեղեցին ուրեմն պետք է հոգևորականներ ոտի հանել եւ դրանից հետո սրանք մտնում են այդ բանի մեջ, բան չի չէիք ոտի ելնում այն ժամանակ մարտի 1-ին, երբ որ Մի խոսքով ձեր ասելիքը այն է, որ շահարկվում է։ Ոչ թե շահարկվում է, այսօր Նիկոլ Փաշինյանը փորձում է ստեղծել ալիք, ստեղծել բոլոր նրանց ովքեր դժգոհ էին, որտեղ ընդունենք, որ 18 թվականին Նիկոլ Փաշինյանը չէր կազմակերպում բանի դեմ ցույցերը, դա անում էին ուրիշ մարդիկ, ես գիտեմ, Նիկոլ դա ԿՊ-ն չէր անում, այն ժամանակ սրություն չկար ԿՊ-ի եւ բանի Նիկոլ Փաշինյանի եւ Գարեգին երկրորդի միջև չկար, հիշում եք կինը Նիկոլ Փաշինյանի Աննան հանդիպում էր Գարեգին երկրորդի հետ, հələ ոտի վրա էր գցել եւ մարդիկ դրանից ուրեմն հուշտ էին եղել, թե ես ինչ բանա կաթողիկոսի կողքը նստած ոտքի վրա է գցել։ Համենայն դեպս հարաբերությունները նորմալ էին, բայց այն ժամանակ կային ցույցեր եւ այդ ցույցերը Գարեգին երկրորդի դեմ անում էին ոչ թե ԿՊ-ականները, դա մարդիկ էին, որոնք այդ Բենտլիներից, այդ Բենտլի քշողներից, բանից դժգոհ են։ Հիմա նա փորձում է ինտրիգ ստեղծել, իր շուրջ համախմբել կողմնակիցներին, մոբիլիզացիոն իրավիճակ ստեղծել ընտրություններից առաջ, որտեղ փողոցը կորցրել է, վերանվաճել փողոցը, որպեսզի փողոցով ընտրություններին մասնակցի, ոչ միայն ադմինիստրատիվ ռեսուրսով։ Սա իր հաշվարկն է, ինքը միամիտ մարդ չի, Նիկոլը, ես նրան լավ եմ ճանաչում, գիտեմ, ինքը ճանապարհ անցել է, ինքը քաղաքական գործիչ է, ի տարբերություն իր շրջապատում հավաքած մարդկանցից, ինքը քաղաքական գործիչ է, ինքը հաշվարկ գիտի, ինքը գիտի հոգեբանությունը, ինքը այդ ամեն ինչը զգում է, որ սա իր համար շանս է վերանվաճելու փողոցի այն մասը, որը այս ամենից դժգոհ է եղել։ Ինչ է ստանում այդտեղից ժողովուրդը։ Ժողովուրդը ոչինչ չի ստանում, որովհետև ժողովուրդը կստանար, եթե մարդիկ զբաղվեին, ես ցույց տվեցի ինչ հարցերով, որ այսօր կան աղքատներ, աղքատության մակարդակը ծայրահեղ է, որ այսօր այդ կազինոները, ուրեմն մարդիկ հուսահատված գնում են, այդ կազինոները նարկոմանիայից ավելի մեծ վտանգ են ներկայացնում, բայց դրանք գործում են, շարունակում են գործել։ Եվ գործում են այս մթնոլորտում, այս իրավիճակում, որ ուրեմն բանկերը, եթե գրավ են դնում վերջի տանիքը, չէ, մարդը գրավադնում ստիպված, որպեսզի գնա կազինոյի փողը փակի, կամ իր անառակ զավակի կրված միջոցները փակի, դրանից հետո այդ բանկերը վերցնում են այդ վերջի ունեցվածքը, վաճառում են ուրիշի եւ դրանով վերջանում է մեր հայտնի դեմքերից նաեւ հրապարակային Լույսա Հակոբյանը, որը ելույթներ է ունենում, Լույսա Հակոբյանը այդ նույն վիճակում է հայտնվել, չէ՞։ Այդ նույն վիճակում ճիշտ է նրա դեպքում ուրիշ էր, տղան հիվանդ էր եւ այլն, ծախսեր եւ այլն, եկել են վերջի բանը իրավունք չունեն, բանկը վերցնի վերջի, ոչ էլ իր բանն է պետք, վարկն է պետք եւ այլն, մարդկանց ոնց կարելի է զրկել տնից եւ դա, օրինակ ես ասեմ նույն Իրանի իսլամական հանրապետությունում դա անթույլատրելի է եւ ահավոր ձևով որպես վաշխառություն դիտվում է եւ դատվում է, չէ՞, այդ վաշխառության միջոցով այս մարդկանց, որոնք հայտնվել են նման ծանր իրավիճակում
Ինչու, որովհետև այսօր այդ կազինոները գործում են, այդ խաղատները գործում են եւ շարունակվում է։ Այս բոլոր այս վիճակից մեր ժողովուրդը, բա ինչու ուրեմն այսօր կան մարդիկ, ովքեր չէ, մեր երկիչներից անունները չտամ, ասում է մեկը ասում է 5 բնակարան ունեմ, մյուսը ասում է 30 բնակարան ունեմ։ Ես ապրում եմ այն մուտքում, որտեղ ես ապրում եմ 12 բնակարան կա։ Այդ 12 բնակարանից միայն 3-ում են ապրում։ Այն մյուսները փակ, մյորթվի կապիտալ, փակ, հասկանում եք, փակ, ռեմոնտ արած, ամեն ինչ արած եւ այլն, շքեղ սարկած առել են ու ոչ ոք չի ապրում։ Այն մարդիկ վաճառել են, այս վիճակն է տիրել երկրում 30 տարի, որ մեր ժողովուրդը չի աճել, աճ չի տվել, այսինքն չի բազմացել։ Ադրբեջանում աճ է տվել, բազմացել է, 2 անգամ ավելացել ազգաբնակչության տիպը, Հայաստանի Հանրապետություն կրճատվել է։ Պարոն Հովհաննիսյան, շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար։ Կարևոր հարցեր եք բարձրացնում, բայց սրանք ամեն մեկը մի առանձին հարցազրույցի նյութ են։ Ես էլ ձեզանից շնորհակալ եմ, որ դուք առիթ ստեղծեցիք, որ մենք եւ շնորհավոր ենք, բայց որ դա դատարկ շնորհավորանքներ չլինեն, էլի տարեմուտը, այլ վճռականություն, որ հրեղեն ձիու թափով մենք կարողանանք լուծել մեր ազգի առջև ծառացած բոլոր խնդիրները, եւ որ մեր ժողովուրդը իսկապես երջանիկ լինի, որ վաղը մյուս օրը միջազգային համապատասխան ինստիտուտները եվրոպական կան, ստեղ կազմակերպեն հարցումներ, անում են, չէ, որը կոչվում է կոэффициент счастья, որ երջանկության կոэффициент բարձելու երջանկության մակարդակը, որ երջանկության մակարդակը լինի պատշաճ եւ արժանի մեր ազգին արժանի, թե չէ արդեն դարել է բոլորի մոտ ընդհանուր, այսպես ասած, պատկերացում, նաև այլ ազգիներ, որ հայերը շատ լավ են ապրում ամեն տեղ, բացի իրանց երկրից։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, պարոն Հմայակ Հովհաննիսյանի հետ էինք զրուցում, Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, քաղաքագիտության դոկտոր, զրուցվար ես Գայանե Արաքելյանս, բարին ընձեզ։